11-ամյա երեխան օրեր առաջ ծանր թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկները հազիվ են փրկել կյանքը, դուրս գրել տղային։ Բայց երեխայի հոր Վիգեն Բարսեղյանի համար ամենածանր փորձությունը հետո է սկսվել։ Տարիներ շարունակ Փարոս համակարգից օգտված բազմազավակ ընտանիքը նախորդ մայիսից հիվանդանոցում այլևս անվճար չի սպասարկվում։ Մի կերպ բժիշկներին հալալա, իրանք փրկեցին երեխուս։ Ու կանգնեցին, բա պետքա տանեք պասպորտ հանեք երեխեքին, մի տարեկան երեխուն, պասպորտ հանեք, որ իրանք ապահովագրություն ունենան։ Ես չեմ անում, ես ինչ օրենքներ այս ինչեր է կատարում, ես չեմ կարող հասկանամ։ Մի կերպ գոյատևում ենք, այս ամեն ինչն եկած մեր գլխին։ Սոցիալնախարարությունը նախորդ տարի պիլոտային ծրագրով Սյունիքում ու Կոտայքում, իսկ այս հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում անապահովների համար նոր համակարգ է ներդրել, բայց գյուղերում մարդիկ պատշաճ չեն իրազեկվել։ Իմ հեռախոսով պետք է մտնեմ, ես ինքս գրանցեմ, Փարոսը չի օգնում, ասում է դու ինքդ պետք է անես, արկելել են մեզ։ Ես եմ մտնում եմ, չեմ կարողանում ոչ մի բան, ամսի 2 ծիվեր, չեմ կարող ոչ մի բան անեմ ես։ Սյունիքի Շինուհայր գյուղի բնակիչ Վիգեն Բարսեղյանի բազմանդամ ընտանիքում 3 թոշակառու կա, 3 անչափահաս երեխա։ Իրեն վատ տեսողության պատճառով 3 կիլոգրամից ավելի ծանրություն բարձրացնել չի կարելի։ Ասում է, նպաստը դադարեցրել են, որովհետև վարկի երաշխավոր է եղել։ Թեև նախարարությունն արդեն փոխել է այդ կարգավորումը, Վիգենը մինչ օրս չի կարողանում օգտվել նոր համակարգից։ Մինչդեռ նախարարությունում վստահեցնում են, նոր համակարգի վերջնական նպատակը անապահով ընտանիքներին ֆինանսապես աջակցելը չէ, այլ նրանց համար աշխատանք գտնելն ու սոցիալական աջակցությունից կախվածությունը նվազեցնելը։ Ի սկզբանե ընտանիքը, երբ որ դիմում է ներկայացնում անապահովության համակարգին, ի սկզբանե աշխատունակ անդամը միաժամանակ համարում ենք, որ դիմում է ներկայացրել աշխատանք փնտրելու եւ զուգահեռ իր համար աշխատանք են փնտրում կամ զբաղվում են այդ ընտանիքի կոպիտ ասած այդ ընտանիքին համակարգից հանելով, այսինքն մեր զբաղվածության մասնագետները միաժամանակ աշխատում են ընտանիքի հետ։ Գյուղերում էլ մարդիկ բախվում են աշխատանք գտնելու խնդրին։ Չկա տրանսպորտ, չկա աշխատավայր ու հնարավորություններ։ Շինուհայր գյուղի բնակիչը բարձրաձայնում է իր ու կողքի գյուղերի բնակիչների խնդիրը։ Դրան գումարվում է նաև իր ընտանիքի հատուկ կարգավիճակը։ Պապաս վատառողջ, ոտը պրոթեզ, օմբեն, օպերացիա արած պրոթեզը, այդ մեկ։ Մամաս ճնշումը բարձանում չի իջնում, ինքը թոշակառու նույնը։ Կարամ թղթերն էլ բերեմ, ներկայացնեմ, ոնց որ պետք է։ Հիվանդանոցից թղթերը հանեմ, արխիվից բերեմ։ Երրորդը ես 3 կիլոից ավել ինձ իրավունք չունեմ ոչ մի բան բարձրացնեմ։ Իմ աչքերի տեսողությունը մինուս ահավոր բարձր, համարյա 43-ը։ 3 կիլոից ավել ինձ իրավունք չունեմ բան բարձրացնեմ։ Համակարգը մինչև հանրապետությունում տարածվելը 1 տարուց ավելի փորձարկվել է միայն աղքատության ցածր մակարդակ ունեցող Կոտայքում եւ Սյունիքում։ Թե ինչ հիմնավորմամբ անապահովության առնչվող աջակցության ծրագիրը չի փորձարկվել առավել աղքատ մարզերում, օրինակ Շիրակում ու Գեղարքունիքում, նախարարությունը այսպես է հիմնավորում։ Հետաքրքիր էր փորձարկել ասենց տարբեր բնակչության կառուցվածք ունեցող մարզերում եւ ցուցանիշներ ունեցող մարզերում։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության անդամը պնդում է, միայն Սյունիքում նոր համակարգը հանգեցրել է նպաստառուների թվի կտրուկ կրճատման։ Ընդամենը 1 տարում իշխանությունը 869 ընտանիքի կամ նպաստառուների 71%-ին զրկել է ապրուստի նվազագույն միջոցից, թիվը 1219-ից հասցնելով 350-ի։ Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում։ Նախարարության տվյալներով 2026-ի հուլիսի դրությամբ միայն պիլոտային ծրագիրը գործածած մարզերում 3200 ընտանիք դիմել է անապահովության համար, բայց նրանցից ծայրահեղ անապահով են ճանաչվել 1596-ը, մնացած 1522 ընտանիքները, որ ճանաչվել են չափավոր անապահով, որևէ դրամական աջակցություն չեն ստանում, միայն օգտվում են առողջապահական, կրթական, կոմունալ արտոնություններից եւ զբաղվածության ծրագրերից։ Թե որքան մարդ է ծրագրով աշխատանքի անցել, նախարարությունն ամփոփած տվյալներ չունի։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։